Տիկին Գրիգորյան, հիմա շատ է խոսվում հիբրիդային գրողների մասին, ինչ անի մարդը դրանց հետ, դրանց ժամանակ։ Հիբրիդային գրողներ ասելով հիմնականում նկատի ունեն դրսից եկող օտարերկրյա միջամտությունները, հիբրիդային հարձակում են ասում, մեկ-մեկ պատերազմ են ասում նաև, որտեղ ինքը համարվում է ինչ որտեղ նաև պատերազմի բաղադրիչ, հա, թշնամանքի ներքին գործերին խառնվելու գործիքներից մեկը, եւ այդ հիբրիդը, որովհետեւ տարբեր գործիքներ են օգտագործվում, մի ձևով չի արտահայտվում, մի տեսակի չի եւ դժվար է ճանաչել, դժվար է հասկանալ։ Վերջին օրինակներից դա հատկապես շատ ակնհայտ է լինում ինչ որ սուր իրադարձությունների, պատերազմի, քաղաքական զարգացումների ժամանակ, մասնավորապես մենք ընտրությունների շեմին ենք եւ այդ մասին շատ է խոսվում հենց այդ կոնտեքստում, մտավախությունն է, որ արտաքին ուժեր, ինչ որ ոչ բարեկամ պետություններ կփորձեն հիբրիդային միջոցներով ազդել հանրային կարծիքի վրա, մարդկանց որոշումների եւ ըստ էության ընտրության արդյունքների վրա եւ այդպես ամենավախենալու օրինակը ցայտուն օրինակը, որ շատ է խոսվում, Մոլդովայի օրինակն է, որտեղ հստակ ռուսական միջամտություն են տեսել, հետաքննող լրագրողները բացահայտել են օրինակներ, չգիտեմ, գումարներ տալու, ինֆորմացիան կեղծելու շատ կոնկրետ օրինակներ պետական մարմինները եւ լրագրողները բացահայտել են, որոնք շատ բան կանխվել է եւ ըստ էության ի վերջո ստացվել է ազատ ընտրություններ անել։ Հիմա մեր ընտրություններն են գալիս եւ այդ կոնտեքստում կա մտավախություն, որ արդեն տարբեր նարատիվներ են մտնում, մանիպուլացվում է եղած խոսույթը եւ երևի որքան մոտենան ընտրությունները, այդ ամենը կակտիվանա եւ եթե մենք սովորական մարդու տեսանկյունից ենք նայում, թե ինչ անել, բոլորն են հիմա մտածում, ասենք պետությունը աջակցություն է խնդրում իր գործընկերներից, որպեսզի պայքարի այդ արտաքին միջամտության դեմ պատրաստ լինի, լրատվամիջոցներն են ծրագրեր մշակում, ինչ անեն, ոնց պայքարեն, հասարակական կազմակերպությունները, որոնք զբաղվում են, չգիտեմ, կրթությամբ, ընտրություններով, տարբեր գործիքներ են մշակում։ Ուզում ասեմ, դա այդպես շատ հեշտ գործ չի, որ սովորական մարդու համար հեշտ բանաձևեր լինի, բայց առաջինը մտածելն է, գրագետ մարդը, սովորական մարդը պիտի փորձի մտածել, մի քիչ այդպես տերմինաբանությամբ եթե ասենք, քննադատական մտածողությունը միացնել, ամեն ինչին չհավատալ, կասկածելի, տարօրինակ, շատ էմոցիոնալ ինֆորմացիային միանգամից չտրվել, խայծը չուտել եւ ունենալ ինչ որ վստահելի աղբյուրներ, որոնցով փորձել ստուգել, հավասարակշռել այդ ինֆորմացիան, չդառնալու այդ հիբրիդային հարձակման զոհ։ Այդ հիբրիդայինի մեջ իհարկե մենակ տեղեկատվությունը չի, այնտեղ նաև կիբերանվտանգության շատ ավելի շոշափելի վնասների հարցեր են լինում, որտեղ արդեն մի քիչ թվային մտածելը միշտ մնում է ուժի մեջ, բայց նաև թվային գրագիտության որոշ էլեմենտներ են ավելանում, որ, չգիտեմ, տվյալները չկիսել անծանոթների հետ, քարտերը չօգտագործել, on-line հաշիվները ամուր պահել, հայտնի այդ բոլոր միջոցները կիրառել։ Իսկ պետության դերը այստեղ ինչու՞մն է, պետությունը ինչ պետք է անի, որպեսզի կարողանա ինչ-որ չափով բալանսը պահել եւ ապահովել անվտանգությունը տեղեկատվական։ Բարդ հարց եք տալիս, բայց դե ըստ էության առաջինը, եթե ես մեդիայի, մեդիագրագիտության կամ լրատվության մեջ աշխատող մարդու տեսանկյունից եմ նայում, ինձ համար առաջնայինն է, որ պետությունը իր գործը լավ անի ինֆորմացիոն դաշտում, այսինքն եւ ունենա ռազմավարական հաղորդակցություն, իր ասելիքը հանրությանը եւ տարբեր շերտերին հանրության մեջ, հա, երևի կան, ասենք, որոշում կայացնողներ կան, լրատվամիջոցներ կան, քաղաքասարակություն կա, լայն հանրություն, բոլորի համար ունենա հստակ, մշակված, հասկանալի հաղորդակցություն, չուշացնի իր ասելիքը, չփորձի մանիպուլացնել, չթողնի բացեր, որոնք թույլ կտան ասենք այլ մանիպուլյացիոն ալիքների համար գալ եւ լրացնել այդտեղը, իր գործը լավ անի, ապահովի որակյալ լրատվամիջոցների համար նորմալ աշխատանքի միջավայր, համագործակցի լրատվական լրագրողական կազմակերպությունների հետ այդ միջավայրը բարելավելու, բարեփոխելու համար, այսինքն օրենսդրական բարեփոխումների համար, շատ խոսվում է ֆինանսական ինչ-որ ֆոնդեր, անկախ հնարավորինս անկախ ֆոնդեր եւ աջակցության մեխանիզմներ ստեղծես, մի քիչ շատ մասնագիտական բաների մեջ կարող մտնենք, բայց տարբեր ձևերով օգնի ոչ թե
ինքն էլ առանց միջամտելու, պարզապես պայմաններ ստեղծել, որ անկախ որակյալ էթիկական լրատվամիջոցները կարողանան իրենց գործը անել, որտեղ մանիպուլյացիան ու կեղծիքը ավելի լավ են աշխատում, երբ որ կան տեղեկատվական բացեր, թե մարդը չի հասկանում ինչ է կատարվում իրականում, եթե մարդը լավ չի հասկանում, թե իր պետությունը, կառավարությունը ինչ է փորձում անել եւ այդ արած ինչ կիրառական ազդեցություն է ունենում իր կյանքի, իր դպրոցի, աշխատանքի, առողջության վրա, չգիտեմ, առողջապահության ապահովագրություն է մտել, դա պրակտիկ ոնց է աշխատում, ինքը ինչ պիտի անի, բնականաբար շատ հեշտ իրան կհասնեն այն մեսեջները, որոնք ճիշտ են փաթեթավորած եւ գրավիչ են ավելի իր համար։ Հիմա մեդիագրագիտությունը շատ կարևոր հմտություն է, եւ ես կցանկանայի խոսել այն մասին, թե որ տարիքից ընդհանրապես պետք է սկսել երեխաների մեջ դա ներդնել եւ ինչպես։ Ամենասկզբից, եթե մեդիա ասելով մեդիա հենց էկրաններն ենք նկատի ունենում, ուրեմն այն տարիքից երբ որ սկսում ենք էկրանների հետ շփվել, բայց մեդիա ասելով մենք նկատի ենք ունենում ընդհանրապես տեղեկատվական միջավայրը, գրքերը, թատրոնը, չգիտեմ, ֆիլմերը, այն ամենը, ինչ որ մեզ սովորացնում է կյանքում լավն ու վատը, ճիշտն ու սխալը, արժեքները, այդ բոլորը ծնված օրվանից սկսում են երգերը, որ երգում ենք կամ միացնում ենք երեխայի համար, այն բայց որ մուլտիկներ ենք միացնում իր համար, գրքեր ենք կարդում, այդ ամբողջը լայն իմաստով մեդիագրագիտության մաս է եւ ծնված օրվանից մենք մտածում ենք կամ պիտի մտածենք ինչ պատկերներով գրքեր ենք երեխային տալիս սկսած իր ճաշակից, կարծրատիպերից, ինչի ենք նայում օրինակ, ինչի ենք ծնված օրվանից, եթե այդպես է, էլի օրինակ եմ ասում, հա, նայում մուլտեր, որտեղ բոլոր հերոսուհիները շեկ են եւ կապտաչյա, իսկ իր շրջապատում այդպիսի մարդիկ քիչ են կամ միայն այդպիսին չեն, հա, այսինքն ստանդարտներ, կարծրատիպեր, որոնք գուցե միշտ չի որ վտանգավոր են, բայց կամաց-կամաց ձևավորում են մեզ որպես մարդ, ու այդ ամենը կաթիլ սկսում է շատ փոքր տարիքից, սկզբում ծնողը, հետո մանկապարտեզը, հետո դպրոցը, հետո արդեն մարդն ինքը նաև պետք է մտածի, էլի քննադատական մտածողությունը արթնացնի եւ փորձի այնպես կազմակերպել իր մեդիա սպառումը, որ այդ ինֆորմացիան, բովանդակությունը լինի բազմազան, միշտ հարցեր, եթե խոսում ենք ծնողների մասին, փոքր երեխեքի դեպքում, հա, ծնող, այսինքն փորձել երեխային հարցեր տալ, եթե նույնիսկ ֆիլմ ենք իրար հետ նայում, մուլտիկ ենք նայում, երեխային հարցեր տալով օգնել, որ մի քիչ մտածի այդ իր նայածի, տեսածի մասին, ինչ որ տարիքում կարևոր է որ սկսեն տարանջատել երեխաները հորինվածքը իրականությունից, հասկանան, որ ինչ որ մի բան, ինչ որ մարդու ստեղծած է եւ այդ մարդու պատկերացրածն են իրենք նայում։ Օրինակ տարբերակին գովազդը իրական տեղեկատվությունից, ինչը շատ մեծ ծուղակ է, հատկապես երեխաները շատ թիրախավորում են կոմերցիոն ընկերություններ, որտեղ հեշտ է երեխային համոզել, որ հետո ծնողին համոզի, հա, իսկ շատ փոքր բաներով, խաղով, օրինակով, քննարկումով իրեն օգնել հասկանալ, այսինքն դու ոնց ինձ համոզեցիր, որ ես քեզ այս ինչ կոնֆետը տամ, հիմա այս գովազդը, այսպես, ինչ որ ըստ տարիքի բնականաբար, հա, ճիշտն ու սուտը, հեքիաթների մեջ, մեր բոլոր հեքիաթների մեջ կան չարը, բարին, խափողը եւ դրանք բեմականացնում են պարտեզներում, ուղղակի այդ դրա շուրջ խոսակցություններ նաեւ երևի պետք է ունենալ, թե բա ոնց եղավ որ աղվեսը խափեց, ինչի հավատաց, ինչին չհավատաց, կարմիր գլխարկը գայլին հավատաց, այդ ճանապարհով գնաց, իհարկե եւ այլն։ Այս ամեն ինչը կամած բերում է այդ մեդիագրագիտության։ Իհարկե դպրոցում արդեն որ ինտեգրվում է տարբեր առարկաների մեջ բուն ինչ ասեմ, ինֆորմացիան հասկանալը, թվային գրագիտությունը, արդեն այդ բառապաշարն է սկսում օգտագործվել, երեխեքին գործիքներ են պիտի սովորեցնեն, հա, կամած դա արվում է, ավելի շատ դեռ հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց նաև ուսուցիչների, դպրոցների միջոցով, մի խոսքով տարիքային այդպես շեմ չկա, բոլորը մինչև երևի խորը ծերություն սովորելու բան ունենք անընդհատ, շատ բան է փոխվում։ Ընդհանրապես չար ու բարին միշտ է մանիպուլացվում եւ նաեւ քաղաքական դաշտում հիմա ինչպիսի վիճակ է այդ առումով։ Փիլիսոփայական հարց եք տալիս, երևի ես չունեմ դրա պատասխանը, այդ լինելով նաև մայրիկ, երեխեքի համար հեքիաթներ կարդալիս, օրինակ այդ բախվել եմ նաև այդ, այսինքն կարդացել եմ եւ հետո մասնագետների հետ եմ քննարկել, որ օրինակ հեքիաթները փոփոխելը լավ բան, ճիշտ բան չի, որովհետեւ դու կարծես թե փորձում ես, չգիտեմ, օրինակ աղջիկները
որոշ հեքիաթներում շատ հաճախ կարծրատիպային են դերերը, չէ, աղջիկը փրկվողն է, սիրուն է, տղան փրկողն է եւ այլ եւ ժամանակակից մոտեցմամբ դու երբեմն ուզում ես փոխել դերերը, գործառույթները, բայց կարող է պատահի այդտեղ խախտվեն չարի ու բարու, ուժեղի եւ թույլի հայտ փիլիսոփայությունը, որը դրված է եղել եւ շատ մասնագետներ, այդ թվում հոգեբաններ ասում են, որ պետք չի դասական այդ ավանդական հեքիաթները փոփոխել երեխաներին պատմելիս, ոչ էլ վախենալ, որ այնտեղ վախենալու բաներ կան, որտեղ իրենք ուրիշ ձև են դա անցալում, մենք ուրիշ ձև։ Բայց այսօրվա, եթե մենք նայում ենք իրական կյանքի եւ աշխարհի մասին, այնքան խառն է, մանավանդ որ այդ պատկերի մեջ մտել է նաեւ արհեստական բանականությունը իր բոլոր գործիքներով եւ չարն ու բարին նախ սուբյեկտիվ հասկացություններ են ինչ որ իմաստով, բայց երևի նաեւ անհատական է, այսինքն ամեն մարդ իր արժեքներով պիտի կարողանա կողմնորոշվել, որ հիմնավոր սկզբունքային արժեքներ, երբ որ չեն համընկնում, այդտեղ ունենա հարցեր, կասկածի, բայց նաև չլինի կարծրացած, հա, այսինքն բաց լինել չարի ու բարու, ասենք շատ ավանդական գաղափարները վերանայելու, որտեղ կան բաներ, որոնք մենք հավատացել ենք բարի, երկար տարիներ իրական կյանքում հեքիաթներից դուրս ենք խոսում եւ հանկարծ պարզվում է, որ դրանք այդքան էլ բարի չեն։ Մտածել ենք, որ ինչ որ ավանդույթներ, չգիտեմ, պատկերացումներ դրանք են իրականը, բայց հետո կյանքը ցույց է տալիս, որ կամ փոխվել են իրավիճակները, կամ մենք ենք հասկացել որոշ բաներ, այդ if որ դու ռեֆլեքսիա ես անում, քննադատորեն ես նայում չարին ու բարին, դրանք կարող են նաեւ փոփոխվել, բայց ճանաչելու համար այդ երևի ով է փորձում քեզ խափել, համոզել, այդ բաները, հուշումները, եթե կարողանանք գտնել, եթե տեղեկատվական դաշտի մասին ենք ամեն դեպքում խոսում, հա, նրանք ովքեր դիմում են մանիպուլյացիաների, խափեությունների, ինչ որ բան քեզ համոզելու համար, այդտեղ դժվար բարի լինի։ Բարին այնուամենայնիվ համոզել բոլորս ենք փորձում, համոզելը երևի վատ բան չի։ Խափելու մասին է խոսքը, մանիպուլյացիայի մասին է խոսքը, որ ինֆորմացիան կիսատ են տալիս, խեղաթյուրում են, դիտավորություն են դնում այդ ամեն ինչի մեջ, երևի այդտեղ կարելի է գտնել չարը։ Դուք խոսեցիք մեդիագրագիտության դասավանդման մասին դպրոցներում եւ իմ կարծիքով դա այդ հիմնակարն է, որի շնորհիվ հետո հնարավոր է ունենալ մեդիագրագետ քաղաքացիներ։ Ուզում եմ հասկանալ, թե հիմա ինչ փուլում է այսօր այդ ներդրումը դպրոցներում եւ ինչ կոնկրետ օրինակ кейսեր կան, ինչ կոնկրետ հաջողությունների եք հասել։ Հա, զարգացած երկրների մեծ մասը գնում է այդ ճանապարհով, որ մեդիագրագիտությունը լինի ընդհանուր գրագիտության մի մաստառեր սովորելու հետ, մարդ սովորում է նաև մեդիա կամ ինֆորմացիոն աշխարհում կողմնորոշվելու գրագիտությունը, մեդիա նախաձեռնությունների կենտրոնը այդ ջատագովն է եղել այդ process-ի, շատ վաղուց սկսել է, կարելի ասել այդ process-ը եւ շատ ակտիվ աշխատում է նախարարության, այլ գործընկերների հետ ինտեգրման առումով։ Ըստ էության կրթության չափորոշիչները, որոնք որոշում են, հա, ծրագիրը, ստանդարտները եւ այլն որոշված են եւ այնտեղ կա թվային եւ մեդիա գրագիտության բաղադրիչը, դա պարտադիր է այլևս եւ այն կոնցեպտը, որ հիմա գործում է, պարտադիր է բոլոր առարկաների համար, այսինքն այսպես թե այնպես պիտի ինտեգրվի տարբեր առարկաների մեջ, մի դեպքում դա կարող է լինել քննադատական մտածողության մասով, մյուս դեպքում խոսքը հղկելու իմաստով, երրորդում օրինակ թվերի մանիպուլյացիաները տարբերելու իմաստով մաթեմատիկայի խնդիրների մեջ կարելի է դա օգտագործել, ամենտեղ ինչ որ եզր կա կպնելու Պրոցեսը ընթացքի մեջ է, բնականաբար դեռ հեռու է լիարժեք լինելուց, որովհետև եթե պետությունը որոշել է, որ դա պիտի ինտեգրվի բոլոր առարկաների մեջ, դա նշանակում է մոտ 40,000 ուսուցիչ կա, 40,000-ը հրաշալի պիտի պատկերացնեն մեդիագրագիտությունը, ինչը դժվար է պատկերացնել, հա, որովհետև շատ տարբեր տարիքի հետաքրքրությունների մարդիկ են ուսուցիչները, կան իհարկե 1000, երևի արդեն 2000 ուսուցիչների խումբ, որոնք անցել են վերապատրաստումներ, ավելի մասնակցում են Պետությունը ինքն էլ բավական գործ է անում, ինչ-որ մրցույթներ են անում, նաև այդ ուղղությամբ խրախուսում են նախագծային ուսուցում, հասարակական կազմակերպություններն էլ շարունակում են, այսինքն գործընթացը գնում է, հաջողությունը ամենամեծ այն է, որ սկիզբը դրված է բավական լավ,
կա հետաքրքրություն, մենք անում ենք մեծագրագիտության շաբաթ ամեն տարի աշնանը եւ շատ մեծ արձագանք է լինում։ Եվ ոչ միայն դպրոցներ, դրան մասնակցում են գրադարաններ, թանգարաններ, մանկապարտեզներ ու այդպես, չգիտեմ, տասնյակ հարյուրավոր նամակներ ու զանգեր են գալիս, հետո իրենք ուղարկում են իրենց աշխատանքները, ինչ են արել, ոնց են արել, հրավիրում են մասնագետների, եւ հետո տարվա ընթացքում էլի այդ կապը միշտ լինում է։ Դա է, եւ ուզում եմ ասել, որ դպրոցներով միայն հնարավոր չի, որտեղ ֆորմալ կրթությունը շատ դանդաղ է, եւ հետո ֆորմալ կրթությունը միայն երեխաներին է թիրախավորում, իսկ մեզ պետք է ամբողջ հանրությանը հասնել, վերջին երևի թե թարմ զարգացումը նա է, որ գրադարաններն էլ են հիմա ներգրավում այս գործընթացում, դա եղել է մեր առաջարկությունը, որ գրադարանները նույնպես մասնակցեն, զբաղվեն մեծագրագիտության տարածմամբ, վերապատրաստվեն, ունենան ռեսուրսներ, որովհետև իրենք ամենտեղ կան, համայնքներում էլ կան գրադարաններ եւ տարիքով մարդիկ են գնում գրադարան կամ ցանկալի է որ գրադարանը այնպես վերափոխվի, որ շատ ավելի գրավի մարդկանց, ինքը դառնա ինֆորմացիոն հաբ, տեղեկատվության կենտրոն, մարդի մանա, որ այնտեղ կարող է օրինակ գալ համակարգչից օգտվել, աշխատողին խնդրել իրեն գտնել այս տեղեկատվությունը, նստել, աշխատել, վերլուծել, չգիտեմ, տեղեկատվության ինֆորմացիայի հետ կապված ամեն ինչ հնարավոր լինի այնտեղ անել, նաև ֆիլմեր նայել, երաժշտություն լսել, լայն, շատ լայն իմաստով մեդիա հաբեր լինեն, ինչպես էլի ինչ որ եվրոպական եւ ոչ միայն եվրոպական երկրներում տեսել ենք, որ հաջողվում է։ Այդ process-ն էլ դեռ միայն սկզբում է, եղել է վարչապետի հրաման, որոշ գրադարաններ արդեն փորձում են ունենալ մեծագրագիտության կենտրոններ, արվել են որոշ վերապատրաստումներ եւ կամաց-կամաց պիտի իրենք նաեւ վերազինվեն, ինչ որ գրականություն, անկյուն, տեխնիկա ունենան ու մարզերում փորձեն աշխատել հենց դպրոցից դուրս մնացող այն խմբերի հետ, որոնց դժվար է հասնել։ Այդ մարդկանց կամ մեդիայով պիտի հասնես, ասենք հանրային լրատվամիջոցները փորձեն հասնել տնային տնտեսուհիներին, տանը հիմնականում տանը եղած մարդկանց, որոնք դուրս քիչ են շփվում արտաքին աշխարհի կամ կրթական process-ների մեջ չեն, տարիքով մարդկանց, տարեցներին կամ այդ համայնքային կենտրոններ, համայնքի մասնագետներ պիտի լինեն, ինչ-որ ընտանեկան, սոցիալական աշխատողներ, գրադարաններ, որոնք կամաց-կամաց կաշխատեն այդ մարդկանց հետ։ Ծնողներին ու երեխաների, դպրոցականներին, այս դեպքում երևի շատ փոքրերին թողնենք մի կողմ, որտեղ շատ տարբեր են այդ մոտեցումները ու խորհուրդները։ Ես փոքրերի դեպքում ես կարծում եմ, որ պետք չի տալ իրենց ձեռքը այնուամենայնիվ փոքրերի մասն էլ ասեմ, փոքր տարիքում պետք չի որ երեխաները ունենան հեռախոսներ, ինչը իմ երեխաները գնում են այնպիսի դպրոց, որտեղ չեն կարող ունենալ եւ մինչեւ 7-րդ դասարան կոճակներով հեռախոսներ ունեն եւ ինձ օգնում է այն փաստը, որ դպրոցը ասում է այդպես պետք է, այսինքն եթե դպրոցում ինքը տեսնի, որ մյուս երեխաներ գալիս են սմարթֆոներով, շատ ավելի բարդ կլինի ծնողին, շատ ավելի բարդ է ծնողին ասել, որ դու չպիտի չունենաս, երբ որ դա լինի հանրային մշակույթ, դպրոցը խրախուսի դա, շատ ավելի լավ կլինի։ Դու գուցե լուրերում տեսնում եք, որ կան էլի եվրոպական զարգացած երկրներ, որոնք սկսում են հետ գնալ մի քիչ տեխնոլոգիաներից, ոչ թե ընդհանրապես մերժել տեխնոլոգիաները, բայց փորձել սահմանափակել օրինակ սոցմեդիա մուտքը միջև որոշ տարի կամ դպրոցներում այդ գործիքների լայն կիրառությունը։ Հիմա փոքր երեխեքի դեպքում ես ամեն դեպքում խորհուրդ կտամ չտալ իրենց ձեռքը, իրենց հեռախոսը եւ ոչ թե զրկել համացանցից կամ մեդիայից, բայց ուղղորդել, ընտրել իրենց հետ միասին այն բովանդակությունը, որ իրենք պիտի նայեն, պայմանավորվել ամենասկզբից ինչ որ կանոններ, որ օրերին, ինչքան ժամանակով, որովհետեւ հետո գնալով բարդ է լինում, ինչքան շուտ է սկսում իր այդ խոսելով, պայմանավորվելով, բացատրելով, այնքան լավ։ Ծնողներին ամենակարևոր օրինակը, որը ինձ էլ եմ տալիս բոլորիս, սեփական ծնողներին ամենակարևոր հուշումը կամ խորհուրդը, որ երևի բոլորս է վերաբերում ինձնից սկսած, սեփական օրինակին հետևելը, որտեղ այդ ամենաշատն է ազդում։ Բոլոր տարիքի երեխաների համար։ Այսինքն եթե մենք մեր հեռախոսը ցած չենք դնում եւ երեխային ասում ենք դու չպիտի նայես, չի աշխատում, հատկապես մեծ տարիքի երեխաների համար, մենք պիտի մեր օրինակին հետևենք, երեխան մեզ տեսնի գիրք կարդալիս, երեխան մեզ տեսնի հեռախոս անջատել, դնել հեռու եւ ամբողջությամբ ներկա լինել այդ ընթրիքին, այդ խաղին, այդ, չգիտեմ, ֆիլմ ենք նայում միասին, այդ դժվար է բոլորիս համար արդեն,
բայց ինձ թվում է որպես ծնող այդ ամենակարևոր բանն է, որ ծնողները կարող են անել։ Մյուսը երեխաների հետ շատ խոսել այդ մասին եւ փորձել մասնակցել իրենց մեդիա կյանքին, այսինքն մի քիչ ընկերություն անել, տեսնել իրանք ինչ խաղեր են խաղում, հասկանալ եւ պայմանավորվել, բայց ունենալ հստակ կանոններ եւ այդ կանոնների շուրջ շատ երկար չբանակցել, այսինքն ըստ տարիքի ունենալ ինչ որ կանոններ եւ այդ կանոնների ներսում պայմանավորվել իրենց հետ։ Այդպես եւ փորձել այնպես անել, որ երեխաները ընկալեն համացանցը եւ մեդիան ոչ միայն շորթեր թերթելու կամ խաղեր խաղալու միջավայր, որտեղ այնտեղ հազար ու մի լավ հնարավորություն կա։ Փորձենք գտնել խաղեր, որոնք ինչ որ բան նաև սովորացնում են, ֆիլմեր, որոնք իրենց հետաքրքիր կլինեն։ Ինչ որ տարիքից սկսած իրենց սկսում են հետաքրքրել նաև ոդքասթեր, վավերագրական ֆիլմեր, ինչ որ տարիքից իրենք որ հետաքրքրություններ են ունենում, խրախուսել այդ հետաքրքրությունները նաև թվային դաշտում, այսինքն միայն արգելելու մասին չլինի մեր շփումը երեխու հետ, այլ նաև թե ոնց կարող ենք օգտագործել այս հնարավորությունները քո կրթությունը, քո ժամանցը, քո հետաքրքրությունները առաջ տանելու համար եւ գտնել ինչ որ հավես բաներ ամբողջ ընտանիքի համար։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։